Երևանում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման համար սահմանված մրցույթի կարգը կարող է ամբողջությամբ փոփոխության ենթարկվել։ Օրենքի նոր նախագծով նախատեսվում է ներքաղաքային կանոնավոր փոխադրումների իրականացումը 100%-ով վերապահել համայնքային կազմակերպության։ Այն կոչվելու է օպերատոր եւ զբաղվելու է Երևանում երթուղիների սպասարկմամբ։ Արդյոք օպերատորը կարող է օգտագործել երթուղային տաքսիներ, օրենքը դա չի բացառում, այդ նախագիծը, այնտեղ որտեղ ավտոբուսը երևի չունենա անհրաժեշտ քանակությամբ հետգրման հնարավորություն, երևի կարելի կլինի մարշրուտային տաքսիներ օգտագործել։ Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում մի քանի լրացում եւ փոփոխություն է նախատեսված։ Այդ թվում փոխադրավարձի վերանայման հնարավորությունը։ Երևանում այսուհետ սակագինը որոշելու է ոչ թե երթուղին սպասարկող կազմակերպությունը, այլ Երևանի ավագանին։ Օրենքում տեղ գտած սակագնի սահմանման տողով ենթադրվում է, որ սակագինը միայն բարձրանալու է։ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հոդվածում տրամաբանություն չի տեսնում։ Եթե այսպիսի տրամաբանությամբ թանկացում նախատեսում եք, ուրեմն պարտավոր եք նաև նույն տրամաբանությամբ էժանացում նախատեսել։ Տեսականորեն հնարավոր է նաև գների իջեցումը, ինչպես դուք արդարացիորեն նշեցիք, եւ այնտեղ ավելացման փոխարեն կարելի է հանգիստ գրել փոփոխությունը։ Այսինքն միտում չկա, որ անպայման գները ավելանում են։ Ինչու հանրային տրանսպորտի սակագինը չի սահմանում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հետաքրքրվում է ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։ Դա չի ստացվի, որտեղ այն պարզ պատճառը, որտեղ տրանսպորտի իրավասությունները մունիցիպալ բնույթ են կրում, իսկ հանձնաժողովը մունիցիպալ ծառայությունների արժեքները չի կարգավորում։ Պատգամավորը համաձայն չէ կառավարության ներկայացուցչի հետ։ Նույն կերպ կարելի է նաև Երևան ջուրը մունիցիպալ կառույց համարել։ Արծվիկ Մինասյանը նույն հարցի վերաբերյալ ցանկանում է լսել նաև հարակից զեկուցողի պարզաբանումը։ Արդյոք սա հանրային ծառայություն է, թե ոչ։ Եթե հանրային ծառայություն է, այդ փաստարկը, որ պարոն Եղիազարյանը բերում է, ես չեմ ընդունում այդ մոտեցումը, որովհետև այդ մոտեցումով ցանկացած բան կարող ենք ասել, չէ, տանք այս կառավարման մարմնին կամ այն կառավարման մարմնին։ Բացարձակապես տարբեր հասկացություն է, հակադարձում է Վարդան Այվազյանը։ Հանրային ծառայությունները իրականացվում է ամբողջ Հայաստանում մի կազմակերպության միջոցով, ջրամատակարարումը սարի թաղ բարձրացնելու համար դնում է պոմպ, ենթադրենք Էրեբունում իրականացնելու համար իգնահոս է գնում։ Դե դες որ լինի, ուրեմն Էրեբունում 3 անգամ պետք է էժան լինի այդ ջուրը։ Նույնն էլեկտրոէներգիան։ Չէ՞ որ այստեղ խնդիր կա, շատ ուրիշ բան է Վանաձորում 100 կիլոմետր տեղափոխում կամ 50 կիլոմետր տեղափոխող ավտոբուսի սակագինը, ենթադրենք Լեռնային ինչ-որ մի տեղում կամ հարթավայրում։ Դա տարբեր հասկացողություն են դրան։ Նախագիծը երկու հիմնական փոփոխություն է ենթադրում։ Մեկը օպերատորի սահմանումն է Երևանում, մյուսը մրցույթի մասնակցության համար նախատեսված լիցենզիաների բացառումը մարզային ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների համար։ Սահմանված 100,000 դրամ տուրքն էլ պետք է վճարի հաղթող կազմակերպությունը։ Ասում է, դու պետք է լիցենզիա վերցնես, նոր գնաս մրցույթի մասնակցես, այն ասում գնա մի անգամից մրցույթի մասնակցի, եթե մրցույթը շահեցիր, հենա մեր դա քո տուրքդ կվճարես ու գնաս, տուրքին էլ ձեռք չի տված։ Որ օրենքի նախագիծը կազմելիս ծավալուն աշխատանք է իրականացված, անուրանալի է, բայց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը այդուհանդերձ նկատողություններ ունի։ Ասում է, օրինակ ինքը մինչև նախագիծը ներկայացնելը ծախսերը կհաշվեր ու կներկայացներ օրինագծով։ Հիմա առաջարկում են նույնն անել, մինչև նախագիծը երկրորդ ընթերցման տանելը։ Ես 7 հոգետ հանդիպել եմ։ 7-ից 4-ն ասել են շատ լավ է, շահութաբեր աշխատում ենք, 3-ն ասում են չեք տեղավորվում։ Բայց մենք պետք է լրիվ վիճակ իմանանք, թվերով։ Ամբողջ տրանսպորտային փոխադրումների ծավալն ինչ է, ամբողջ ինքնարժեքն ինչքան է, այդ թվում նաև տրանսպորտի որ տեսակ է, հատկապես որ երթուղիների վրա շահութաբերությունն ավելանում, որերի վրա շահութաբերությունը պակասում։ Սա հասարակ պրոֆեսիոնալ աշխատանք է։ Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքի փոփոխության եւ լրացման նախագիծը դեռ կքննարկվի։ Ընդունման դեպքում ակնկալվող արդյունքն այն է, որ ոլորտը կարգավորվի, ասում են հեղինակները։ Թերեզա Կադաևչյան, Հայարփի Միքայելյան, ժամը լրատվական։